Ինչ ես պատկերացնում, երբ լսում ես Անտարկտիդա բառը։ Անվերջ սպիտակ սառույց, կատաղի քամիներ եւ մի աշխարհ, որտեղ թվում է, թե կյանքը գոյություն ունենալ չի կարող։ Սակայն իրականությունն ամբողջովին այլ է, որովհետեւ հենց այստեղ, երկրի ամենացուրտ մայրցամաքում, գոյություն ունի մեր մոլորակի ամենաարտասովոր եւ ամենազարմանալի էկոհամակարգերից մեկը։ Այս տեսանյութում մենք կպարզենք, թե ինչպես միլիոնավոր տարիներ առաջ կանաչ անտառներով ծածկված այս մայրցամաքը վերածվեց մինչև 4 կիլոմետր հաստությամբ սառցե վահանի։ Տեսնենք, թե ինչու է այստեղ մահաբեր ցուրտը ոչ միայն ոչնչացնում կյանքը, այլև ստեղծում ամբողջ Հարավային օվկիանոսի ամենահարուստ կենդանական աշխարհը։ Կիմանանք, թե ինչպես են կապույտ կետերը, կուզիկ կետերը, կասատկաները, ծովային ընձառյուծները եւ պինգվինները կարողանում գոյատևել մի վայրում, որտեղ նույնիսկ մեկ սխալը կարող է ճակատագրական լինել։ Մենք նաև կբացահայտենք, թե ինչ է թաքնված Անտարկտիդայի բազմակիլոմետրանոց սառույցի տակ, ինչու են գիտնականներն այստեղ ուսումնասիրում կյանքի սահմանները եւ ինչու է այս սառցե մայրցամաքը համարվում Երկրի վրա Մարսի ամենանման վայրը։ Բարի գալուս Անտարկտիդա, մի մայրցամաք, որը նույնիսկ այսօր շարունակում է զարմացնել մարդկությանը եւ պահպանել իր ամենամեծ գաղտնիքները։ Եկեք սկսենք մի պարզ հարցից։ Եթե ձեզ խնդրենք հարտեզի վրա ցույց տալ երկրի ամենացուրտ վայրը, ամենայն հավանականությամբ դուք կմատնանշեք Հյուսիսային բևեռը, եւ առաջին հայացքից դա տրամաբանական է։ Ի վերջո այն գտնվում է մոլորակի ամենահյուսիսային կետում, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Եթե ձմռանը հայտնվենք Հյուսիսային բևեռում, օդի ջերմաստիճանը սովորաբար կլինի մոտ -40 աստիճան։ Սառն է, շատ սառն է։ Բայց այդ նույն ժամանակ հազարավոր կիլոմետրեր դեպի հարավ, Սիբիրի Յակուտիայում, մարդիկ շարունակում են ապրել նույնիսկ այն ժամանակ, երբ ջերմաստիճանը իջնում է մինչև -60 աստիճան։ Ստացվում է հետաքրքիր հարց. ինչպես կարող է երկրի ամենահյուսիսային կետը ավելի տաք լինել, քան Սիբիրի որոշ բնակավայրեր։ Պատասխանը թաքնված է հենց այն մակերեսի տակ, որի վրա կանգնած է Հյուսիսային բևեռը։ Շատերը կարծում են, թե այն սովորական ցամաք է, որը ծածկված է սառույցով, բայց իրականում Հյուսիսային բևեռի տակ մայրցամաք չկա։ Այն հսկայական օվկիանոս է, որի մակերեսը պատված է միայն մի քանի մետր հաստությամբ սառույցով։ Իսկ այդ սառույցի տակ գտնվում է ջուրը։ Նույնիսկ ամենացուրտ ձմռանը օվկիանոսի ջուրը գրեթե չի սառչում ամբողջությամբ եւ պահպանում է մոտ 0 աստիճան ջերմաստիճանը։ Այդ ջուրը մշտապես ջերմություն է փոխանցում վերևի օդին։ Արդյունքում նույնիսկ ամենադաժան ձմեռների ժամանակ օվկիանոսը որոշ չափով մեղմացնում է սառնամանիքը։ Իսկ Սիբիրում իրավիճակը լրիվ այլ է։ Այնտեղ հազարավոր կիլոմետրեր շարունակ միայն ցամաք է, օվկիանոս չկա, որը տաքացնի օդը։ Ձմռանը հողը սառչում է մեծ խորությամբ, իսկ լեռնաշղթաների միջև կուտակված ծանր սառը օդը օրերով եւ նույնիսկ շաբաթներով մնում է նույն տեղում։ Այդ պատճառով էլ Յակուտիայի որոշ բնակավայրերում գրանցվում են ջերմաստիճաններ, որոնք նույնիսկ Հյուսիսային բևեռում չեն հանդիպում։ Սակայն այստեղ առաջանում է ավելի հետաքրքիր հարց. եթե մարդիկ կարողացել են ապրել այդպիսի սառնամանիքում, կառուցել քաղաքներ, ճանապարհներ եւ ստեղծել ամբողջ բնակավայրեր, ապա ինչու նույնը տեղի չի ունենում Անտարկտիդայում։ Ինչու երկրի ամենամեծ մայրցամաքներից մեկը մինչ օրս չունի մշտական բնակչություն։ Պատասխանը միայն ցուրտը չէ։ Անտարկտիդան պարզապես սառը վայր չէ։ Միաժամանակ մի քանի ծայրահեղ պայմանների համադրություն է, որոնք միասին ստեղծում են մոլորակի ամենադաժան միջավայրը։ Եվ հենց այդ տարբերություններն են Անտարկտիդան դարձնում մի վայր, որտեղ գոյատևելն անհամեմատ ավելի դժվար է, քան նույնիսկ Սիբիրի ամենացուրտ շրջաններում։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Անտարկտիդայի գլխավոր խնդիրը միայն սառնամանիքն է, սակայն իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Նույնիսկ աշխարհի ամենացուրտ բնակավայրերում մարդիկ կարողանում են ապրել։ Նրանք կառուցում են տներ, օգտագործում են փայտը որպես վառելիք, որս են անում։ Ճանապարհներ են կառուցում եւ աստիճանաբար հարմարվում են բնությանը։ Անտարկտիդայում այդ հնարավորություններից գրեթե ոչ մեկը գոյություն չունի։ Սկսենք առաջին տարբերությունից՝ բարձրությունից։ Եթե նայենք քարտեզին, կարող է թվալ, թե մայրցամաքը գրեթե հարթ է, բայց իրականում Անտարկտիդան երկրի ամենաբարձր մայրցամաքն է։ Լառույցի հսկայական շերտը, որը միլիոնավոր տարիների ընթացքում կուտակվել է այստեղ, որոշ վայրերում հասնում է մինչև 4 կիլոմետր հաստության։ Այդ պատճառով մայրցամաքի մեծ մասը գտնվում է ծովի մակարդակից մի քանի հազար մետր բարձրության վրա։ Որքան բարձր ենք բարձրանում, այնքան օդն ավելի նոսր է դառնում։ Այսինքն, այստեղ մարդը ստիպված է միաժամանակ պայքարել ոչ միայն ծայրահեղ ցրտի,
այլ նաև թթվածնի պակասի դեմ։ Սակայն նույնիսկ դա ամենամեծ վտանգը չէ։ Անտարկտիդան հայտնի է նաև իր քամիներով։ Սառը եւ ծանր օդը մայրցամաքի կենտրոնից անընդհատ սահում է դեպի ափեր, ստեղծելով աշխարհի ամենազոր քամիներից մի քանիսը։ Որոշ շրջաններում դրանց արագությունը կարող է գերազանցել ժամում 300 կիլոմետրը։ Նման պայմաններում նույնիսկ ամենատակ հագուստը չի կարող երկար ժամանակ պաշտպանել մարդուն։ Քամին բառացիորեն դուրս է քաշում մարմնի ջերմությունը, սառնամանիքը դարձնելով բազմապատիկ անգամներ ավելի վտանգավոր։ Բայց կա եւս մեկ պատճառ, որն Անտարկտիդան ամբողջովին տարբեր է դարձնում աշխարհի մյուս սառը վայրերից։ Այստեղ գրեթե ոչինչ չի աճում։ Չկան անտառներ, չկան թփեր, չկան ծառեր, որոնցից կարելի է կրակ վառել։ Չկան կենդանիներ, որոնց կարելի է որսալ մայրցամաքի խորքերում։ Անկամ ամռանը մայրցամաքի կենտրոնում ջերմաստիճանը մնում է այնքան ցածր, որ բույսերի մեծ մասը պարզապես չի կարող գոյատևել։ Սա նշանակում է, որ հազարավոր տարիներ առաջ անգամ ամենափորձառու որսորդներն ու ճանապարհորդները չէին կարող այստեղ մշտապես բնակվել։ Նրանք չէին ունենա ոչ սնունդ, ոչ վառելիք եւ ոչ էլ բնական ապաստան։ Հենց այդ պատճառով Անտարկտիդան դարձավ երկրի միակ մայրցամաքը, որտեղ երբեք չի ձևավորվել բնիկ մարդկային բնակչություն։ Բայց որքան էլ այս վայրը անհյուրընկալ թվա, բնությունը հերթական անգամ ապացուցեց, որ կյանքը միշտ գտնում է գոյատևելու ճանապարհը։ Եվ դրա ամենավառ ապացույցը գտնվում է ոչ թե մայրցամաքի կենտրոնում, այլ այն սառցաջրերում, որոնք շրջապատում են Անտարկտիդան։ Այսօր Անտարկտիդան ամբողջությամբ պատված է սառույցով։ Դժվար է պատկերացնել, բայց միլիոնավոր տարիներ առաջ այս մայրցամաքը բոլորովին այլ տեսք ուներ։ Այն ժամանակ այստեղ չկային անվերջ սպիտակ դաշտեր, չկային հսկայական սառցադաշտեր եւ չկային այն մահաբեր պայմանները, որոնք մենք տեսնում ենք այսօր։ Փոխարենը այստեղ աճում էին խիտ անտառներ, հոսում էին գետեր, կային ճահիճներ, իսկ այս տարածքներում շրջում էին բազմաթիվ կենդանիներ։ Այս ամենը գիտնականների ենթադրությունը չէ։ Դրա ապացույցները մինչ օրս պահպանվել են հենց Անտարկտիդայում։ Տասնամյակներ շարունակ տարբեր գիտարշավներ սառույցի տակից հայտնաբերել են հնագույն ծառերի մնացորդներ, քարածխի հսկայական շերտեր եւ միլիոնավոր տարիների վաղեմություն ունեցող բույսերի բրածոներ։ Քարածուխը չէր կարող առաջանալ այնտեղ, որտեղ երբեք անտառ չի եղել։ Այն ձևավորվում է միայն այն ժամանակ, երբ միլիոնավոր տարիներ առաջ գոյություն ունեցող բուսականությունը թաղվում է հողի տակ եւ աստիճանաբար վերածվում է ածխի։ Սա նշանակում է, որ երբևէ Անտարկտիդայի կլիման այնքան տաք էր, որ այստեղ կարող էին աճել հսկայական անտառներ։ Բայց ինչպես հնարավոր եղավ, որ այդ աշխարհը լիովին անհետացավ։ Պատասխանը պետք է փնտրել միլիոնավոր տարիներ առաջ, երբ երկրի մայրցամաքները դեռ շարժվում էին։ Այդ ժամանակ Անտարկտիդան մեկուսացված մայրցամաք չէր։ Այն կապված էր Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Հնդկաստանի եւ Ավստրալիայի հետ, կազմելով հսկայական Գոնդվանա գերմայրցամաքը։ Այդ պատճառով տաք օվկիանոսային հոսանքները կարողանում էին ազատ հասնել մինչև հարավային լայնություններ եւ տաքացնել մայրցամաքի ափերը։ Կլիման մեղմ էր, տեղումները առատ, իսկ բնությունը հարուստ կյանքով։ Սակայն մոտ 34 միլիոն տարի առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ընդմիշտ փոխեց Անտարկտիդայի ճակատագիրը։ Հարավային Ամերիկան վերջնականապես առանձնացավ Անտարկտիդայից։ Երկու մայրցամաքների միջև բացվեց Դրեյքի նեղուցը։ Առաջին հայացքից սա պարզապես աշխարհագրական փոփոխություն է, բայց իրականում հենց այդ պահից սկսվեց Անտարկտիդայի ամբողջ պատմության ամենամեծ շրջադարձը։ Նեղուցի բացվելուց հետո մայրցամաքից շուրջ սկսեց ձևավորվել հզոր օվկիանոսային հոսանք, որը շարունակաբար պտտվում էր Անտարկտիդայի շուրջը։ Այն դարձավ բնական պատնեշ։ Տաք ջրերը այլևս չէին կարող հասնել մայրցամաքի ափերին։ Անտարկտիդան բառացիորեն մեկուսացավ մնացած աշխարհից։ Առանց ջերմության մատակարարման ջերմաստիճանը սկսեց արագ նվազել։ Տարիների ընթացքում ձյունն այլևս չէր հասցնում հալվել։ Յուրաքանչյուր նոր ձմեռ ավելացնում էր սառույցի հերթական շերտը։ Հազարավոր տարիները վերածվեցին միլիոնավոր տարիների, իսկ միլիոնավոր տարիների ընթացքում այդ շերտերը սեղմվեցին եւ վերածվեցին հսկայական սառցեվահանի, որի հաստությունը որոշ վայրերում այսօր հասնում է մինչև 4 կիլոմետրի։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ սառույցը միայն հետևանքը չէր։ Ժամանակի ընթացքում այն ինքն էլ դարձավ այս անողոք կլիմայի պատճառներից մեկը։ Բայց ինչպես կարող է սովորական սառույցը սառեցնել ամբողջ մայրցամաքը։ Դրա պատասխանը թաքնված է լույսի մեջ։ Կարող է տարօրինակ թվալ, բայց Անտարկտիդայի սառույցը պարզապես ցրտի հետևանք չէ։ Այսօր այն ինքն է պահպանում մայրցամաքի անողոք կլիմ։ Դրա պատճառը շատ պարզ է։ Սառույցը արևի ճառագայթների մեծ մասը չի կլանում։ Փոխարենը այն արտացոլում է դրանք դեպի տիեզերք։ Գիտնականները հաշվարկել են,
որը Անտարկտիդայի սառցեմակերեսը կարող է արտացոլել արևի լույսի մոտ 90%-ը։ Սա նշանակում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ արևը լուսավորում է մայրցամաքը, նրա էներգիայի մեծ մասը պարզապես չի տաքացնում մակերեսը։ Արդյունքում ձյունը չի հալվում, սառույցը շարունակում է կուտակվել, իսկ մայրցամաքը մնում է սառած։ Ստացվում է յուրահատուկ շրջան, որքան շատ է սառույցը, այնքան ավելի շատ լույս է այն արտացոլում, իսկ որքան ավելի շատ լույս է արտացոլվում, այնքան ավելի դժվար է մայրցամաքի տաքանալը։ Այս գործընթացը միլիոնավոր տարիներ շարունակ պահպանել է Անտարկտիդայի սառցե աշխարհը, սակայն այստեղ առաջանում է մի հետաքրքիր հակասություն։ Եթե մայրցամաքի կենտրոնում կյանքը գրեթե անհնար է, ապա ինչպես է ստացվում, որ շրջապատող օվկիանոսը համարվում է երկրի ամենահարուստ կենսաբազմազանությամբ ջրերից մեկը։ Առաջին հայացքից սա տրամաբանությանը հակասում է։ Սառը ջուրը սովորաբար ասոցացվում է աղքատ եւ դատարկ միջավայրի հետ, բայց Անտարկտիդայի շուրջ ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Աշխարհի ամենամեծ կենդանիները հազարավոր կիլոմետրեր են անցնում միայն այս ջրերին հասնելու համար։ Այստեղ են հավաքվում կապույտ գետերը, կուզիկ գետերը, տասնյակ միլիոնավոր պինգվիններ, հազարավոր փոկեր եւ մոլորակի ամենավտանգավոր ծովային գիշատիչներից մի քանիսը։ Բայց ինչու՞։ Ինչու են նրանք բոլորը գալիս աշխարհի ամենացուրտ օվկիանոս։ Պատասխանը թաքնված է մի փոքրիկ կենդանու մեջ, որի մասին մարդկանց մեծ մասը նույնիսկ երբեք չի լսել։ Այն ընդամենը մի քանի սանտիմետր երկարություն ունի, սակայն առանց դրա ամբողջ Անտարկտիդայի էկոհամակարգը պարզապես կդադարեր գոյություն ունենալ։ Խոսքը անտարկտիկական խեցգետնակերպի մասին է։ Երբ մարդիկ պատկերացնում են Անտարկտիդայի ամենակարևոր կենդանուն, սովորաբար հիշում են պինգվիններին, կամ կապույտ գետերին, կամ կասատկաներին, բայց իրականում այս ամբողջ էկոհամակարգի հիմքում կանգնած է բոլորովին ուրիշ կենդանի։ Այն ընդամենը մի քանի սանտիմետր երկարություն ունի։ Արտաքինից այն սովորական մանր պլանկտոն է, սակայն նրա նշանակությունը դժվար է գերագնահատել։ Սա Անտարկտիդայի խեցգետնակերպն է, սակայն իր փոքր չափերին նրա ընդհանուր կենսազանգվածը գերազանցում է երկրի վրա ապրող ամբողջ մարդկության ընդհանուր զանգվածը։ Միլիոնավոր խեցգետնակերպեր անընդհատ շարժվում են հարավային օվկիանոսի սառը ջրերում, կազմելով հսկայական կուտակումներ, որոնք երբեմն ձգվում են մի քանի կիլոմետր։ Այնպիսի խտությամբ, որ որոշ վայրերում ջուրը նույնիսկ փոխում է իր գույնը, բայց այստեղ բնական հարց է առաջանում. ինչպես կարող է այսքան մեծ թվով կենդանիներ գոյատևել մի վայրում, որտեղ առաջին հայացքից գրեթե սնունդ չկա։ Պատասխանը կրկին կապված է սառույցի հետ։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ սառույցը միայն խանգարում է կյանքին, սակայն Անտարկտիդայում այն հակառակ դերն է կատարում։ Սառույցի ստորին մակերեսին աճում են միկրոսկոպիկ ջրիմուռներ։ Ձմռան ամիսներին, երբ բաց ջրում սնունդը շատ քիչ է, խեցգետնակերպերը բարձրանում են հենց սառույցի տակ։ Հատուկ փոքրիկ վերջույթների օգնությամբ նրանք քերում են այդ ջրիմուռները եւ սնվում դրանցով։ Եթե պատկերացնենք այս տեսարանը, ապա այն շատ է հիշեցնում անասունների հոտ, որը արածվում է մարգագետնում։ Միայն այստեղ մարգագետինը կախված է նրանց գլխավերևում։ Սակայն խեցգետնակերպերի ամենազարմանալի առանձնահատկությունը միայն սնունդը չէ։ Ինչպես շատ այլ ծովային կենդանիներ, այն նույնպես ամեն օր փոխում է իր խորությունը։ Ցերեկը խեցգետնակերպը իջնում է ավելի խորը շերտեր, գիշատիչներից թաքնվելու համար, իսկ գիշերը վերադառնում է մակերես, սնվելու։ Սակայն Անտարկտիդայում կա մի խնդիր։ Ամռան ամիսներին արևը շաբաթներով եւ նույնիսկ ամիսներով մայր չի մտնում։ Գիշեր պարզապես գոյություն չունի։ Տրամաբանական կլիներ մտածել, որ այդ պայմաններում խեցգետնակերպը այս շարժումը պետք է դադարեր, բայց դա տեղի չի ունենում։ Գիտնականները պարզել են, որ նույնիսկ անընդհատ լուսավորության պայմաններում խեցգետնակերպը շարունակում է բարձրանալ եւ իջնել նույն ճշգրտությամբ։ Պարզվում է այս շարժումը ղեկավարվում է ոչ թե արևի լույսով, այլ նրա ներքին կենսաբանական ժամացույցով։ Այդ ռիթմը այնքան խորն է արմատավորված, որ նույնիսկ անընդհատ ցերեկը չի կարող փոխել այն։ Բայց ամենակարևորն այն է, որ խեցգետնակերպը պարզապես հերթական ծովային կենդանին չէ։ Այն ամբողջ Անտարկտիդայի սննդային շղթայի հիմքն է։ Միկրոսկոպիկ ջրիմուռների կուտակած էներգիան հենց խեցգետնակերպի միջոցով է հասնում կետերին, փոկերին, պինգվիններին, ձկներին եւ տասնյակ այլ կենդանիների։ Եթե խեցգետնակերպը չլիներ, հարավային օվկիանոսի այս հսկայական աշխարհը պարզապես կփլուզվեր։ Եվ հենց այդ պատճառով, երբ Անտարկտիդայում սկսվում է ամառը, աշխարհի ամենամեծ կենդանիները սկսում են հազարավոր կիլոմետրեր երկար ճանապարհ անցնել դեպի այս սառցե ջրեր։ Նրանց նպատակը միայն մեկն է՝ սնվել խեցգետնակերպով։
Ամեն տարի, երբ Անտարկտիդայում սկսվում է ամառը, հարավային օվկիանոսը կտրուկ փոխվում է։ Ծառույցի մի մասը հալվում է, արևի լույսը թափանցում է ջրի վերին շերտերը։ Միլիոնավոր մանր ջրի մուրներ սկսում են արագ բազմանալ, իսկ դրանց հետևից անհավանական արագությամբ աճում է նաև խեցգետնակերպի քանակը։ Սա այն ազդանշանն է, որին սպասում են աշխարհի ամենամեծ կենդանիները։ Հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից դեպի Անտարկտիդա սկսում է շարժվել կետերը։ Նրանցից շատերը գալիս են նույնիսկ հասարակածին մոտ գտնվող տաք ջրերից։ Առաջին հայացքից սա տարօրինակ է թվում։ Ինչու թողնել տաք օվկիանոսը եւ ճանապարհորդել դեպի աշխարհի ամենացուրտ ջրերը։ Պատճառը շատ պարզ է։ Տաք ջրերը հարմար են ձագեր ունենալու համար, բայց այնտեղ սնունդը համեմատաբար քիչ է։ Իսկ Անտարկտիդան ամռանը վերածվում է հսկայական բնական ճաշարանի։ Այստեղ խեցգետնակերպի քանակն այնքան մեծ է, որ կետերը կարող են մի քանի ամսում կուտակել ամբողջ տարվա համար անհրաժեշտ ճարպային պաշարները։ Այդ կենդանիներից ամենատպավորիչը կապույտ կետն է։ Սա ոչ միայն աշխարհի ամենամեծ կենդանին է, այն ամենամեծ կենդանին է, որը երբևէ ապրել է երկրի վրա։ Նույնիսկ ամենախոշոր դինոզավրերից շատերը չափերով զիջում էին նրան։ Հասուն կապույտ կետի երկարությունը կարող է գերազանցել 30 մետրը, իսկ քաշը 150 տոննան։ Միայն նրա լեզուն կարող է կշռել այնքան, որքան հասուն փիղը, իսկ սիրտը այնքան, որքան փոքր ավտոմեքենան։ Սակայն նման հսկային սնունդ հայթայթելու համար նույնիսկ պետք չէ որս անել։ Կապույտ կետը գրեթե ատամներ չունի։ Դրանց փոխարեն նրա բերանում գտնվում են հատուկ եղջերային թիթեղներ, որոնք աշխատում են հսկայական ֆիլտրի նման։ Կետը մեծ արագությամբ անցնում է խեցգետնակերպի խիտ կուտակումների միջով եւ իր բերանի մեջ վերցնում հազարավոր լիտր ջուր։ Այնուհետև հսկայական լեզվով դուրս է մղում ջուրը, իսկ խեցգետնակերպը մնում է ներսում։ Ընդամենը մեկ օրում կապույտ կետը կարող է ուտել մոտ 4 տոննա խեցգետնակերպ, բայց նույնիսկ այդքան սնունդը անհրաժեշտ է նման հսկայական մարմինի գոյատևման համար։ Սակայն կապույտ կետը միայն իր չափերով չէ, որ զարմացնում է գիտնականներին, այն նաև համարվում է երկրի վրա երբևէ ապրած ամենաբարձր ձայն արձակող կենդանի։ Նրա արձակած ցածր հաճախականության ձայները կարող են անցնել հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր կիլոմետրեր։ Այդ կերպ կետերը հաղորդակցվում են միմյանց հետ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց միջև հսկայական հեռավորություն կա։ Սակայն կապույտ կետը հարավային օվկիանոսի միակ հսկաները չեն։ Այստեղ են գալիս նաև մեկ այլ տեսակ, որը որսի ժամանակ ապավինում է ոչ թե ուժին, այլ համագործակցությանը եւ զարմանալի խելացիությանը։ Դրանք կուզիկ կետերն են։ Եթե կապույտ կետը հաղթում էր իր չափերով, ապա կուզիկ կետը հաղթում է իր խելքով։ Առաջին հայացքից այս հսկաները դանդաղ եւ անշարժ են թվում, սակայն որսի ժամանակ նրանք ցուցադրում են կենդանական աշխարհի ամենազարմանալի համագործակցություններից մեկը։ Նրանց հիմնական նպատակը կրկին խեցգետնակերպն է, բայց այս անգամ այն պարզապես հավաքելը բավարար չէ։ Նախ պետք է միլիոնավոր մանր խեցգետնակերպերին կենտրոնացնել մեկ փոքր տարածքում։ Դրա համար կուզիկ կետերը կիրառում են մի մեթոդ, որը գիտնականները կոչում են պղպջակային ցանց։ Ամեն ինչ սկսում է այն պահին, երբ կենդանիների խումբը հայտնաբերում է խեցգետնակերպերի մեծ կուտակում։ Խմբի անդամներից մեկը սկսում է շրջանաձև լողալ կուտակման տակ։ Միաժամանակ նա իր շնչառական անցքից անընդհատ օդ է արտաշնչում։ Վեր բարձրացող օդի պղպջակները ջրի մեջ ստեղծում են շրջանաձև պատ։ Խեցգետնակերպը խուսափում է անցնել այդ պատի միջով եւ աստիճանաբար ավելի ու ավելի է կենտրոնանում շրջանագծի ներսում։ Այդ ընթացքում մյուս կետերը զբաղեցնում են իրենց դիրքերը։ Երբ խեցգետնակերպի ամբողջ խումբը հավաքվում է փոքր տարածքում, հնչում է ազդանշանը։ Մի ակնթարթ անց բոլոր կետերը միաժամանակ սլանում են դեպի մակերես, լայն բացած բերաններով։ Հազարավոր լիտր ջուր եւ միլիոնավոր խեցգետնակերպեր միանգամից հայտնվում են նրանց բերանում։ Այս ամենը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, բայց նման համագործակցությունը հնարավոր չէ առանց փորձի։ Գիտնականները նկատել են, որ երիտասարդ կետերը երկար ժամանակ հետևում են մեծահասակներին։ Նրանք սովորում են, կրկնում եւ տարիների ընթացքում կատարելագործում այս բարդ որսի եղանակը։ Այսինքն կուզիկ կետերի մոտ գիտելիքը փոխանցվում է սերնդեսերունդ։ Ամեն ամառ հարավային օվկիանոսը լցվում է նման տեսարաններով։ Հարյուրավոր կետեր այստեղ գալիս են միայն մեկ նպատակով՝ հնարավորինս շատ սնունդ կուտակել մինչև ձմռան գալը։ Տասնյակ միլիոնավոր տարիներ այս համակարգը գրեթե անփոփոխ էր։ Կետերը գալիս էին, սնվում էին եւ վերադառնում տաք ջրեր։ Թվում էր, թե այս բնական հավասարակշռությունը երբեք չի խախտվի, բայց ընդամենը 200 տարի առաջ հարավային օվկիանոսում հայտնվեց մի նոր գիշատիչ։
որից նույնիսկ աշխարհի ամենամեծ կենդանիները չէին կարող պաշտպանվել։ Այդ գիշատիչը մարդն էր։